Սոֆի Դևոյանն ու ամուսինը Կիմ Առաքելյանը այս օրերին հանգիստն են վայելում Մալդիվներում։ Պարուհին պարբերաբար նոր կադրերով է կիսվում։ Նաև Instagram-յան իր էջի սթորիզ բաժնում հետևորդների հետ հարց ու պատասխան է կազմակերպել։ Instagram-յան հետևորդներից մեկը հարցրել է, թե որ տուրիստական ընկերությունով է Սոֆին մեկնել հանգստի։ Նա էլ նշել է, որ այդ կազմակերպության անունը ամուսինն է և շատ լավ կազմակերպված հանգիստ էր։ Սոֆին նաև պատասխանել է մեկ այլ հարցի, որը հնչում էր այսպես. «Ունենում եք տագնապային գրոհներ, ո՞նց եք հաղթահարում դրանք»։ Ի պատասխան Սոֆին նշել է. «Էնքան կարևոր ա ճիշտ պահին ճիշտ մարդու կողքը հայտնվելը։ Ահա որ ազդում ա շրջապատը քո ներաշխարհի և անհանգստությունների վրա։ Ես հիմա շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում և իմ կյանքից փառք Աստծո, որ հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց։ Ազատվեք նրանցից, ինչը ձեզ տխրեցնում է կամ ցավ է պատճառում։ Դժվար կլինի, բայց հետո եկող թեթևությունը անբացատրելի է։ Ապրեք ու վայելեք կյանքն իր բոլոր դրսևորումներով։ Ես սիրում եմ մենակ հաղթահարել ու անցնել դժվար պահերը։ Բայց բարի նախանձում եմ այն մարդկանց, ովքեր իրենց մոտ մարդկանց հետ կիսվում են այդ պահերի մասին։ Էնքան արագ ա թռնում կյանքը։ Ապրեք ամեն պահը, հետո շատ կարոտելու եք», Instagram-յան հարթակում գրել էր Սոֆին։ Իսկ այժմ Star News-ն անդրադառնում է նաև աստղային այլ նորությունների։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր Instagram-յան էջում անդրադարձել է բուլինգի թեմային ու ներկայացրել այն պատմությունը, որը հուզել է նրա հետևորդներին։ Դերասանուհու խոսքն առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Ենթարկվել եմ նաև ես։ 11 տարեկանում ես ունենում եմ իմ կյանքի առաջին ճանապարհորդություն։ Գնում եմ առանց իմ ընտանիքի անդամների, բայց լինում եմ բարի խմբի հետ։ Մենք գնում ենք ավտոբուսով Հայաստանից Վրաստան, հետո Թուրքիա, Հունաստան, հետո նավով Իտալիա, այնուհետև Ֆրանսիա, Գերմանիա եւ այսպես շարունակ։ Բնականաբար մշակութային շոկ էր հատկապես 11 տարեկան աղջնակի համար, ով սիրում էր նկարվել։ Մերոնք նույնիսկ ինձ համար գնել էին թվային ֆոտոխցիկ եւ այն ժամանակ դա վաու էր։ Բայց ինձ նեղացնում էին մեր բարի դասատուները։ Պարբերաբար կիսածաղրով ասում էին՝ դե լավ, էլ թուփ ու ծառու արձան չմնաց, որ հետը չնկարվեց, բայց նորմալ է, չէ՞, որ ես ուզում եմ նկարվել Վենետիկում, Վատիկանում, Էֆելյան աշտարակի մոտ եւ այլն։ Սկզբից ես բանի տեղ չէի դնում, բայց հետո սկսեցի կոմպլեքսավորվել։ Ու ֆիքսենք, որ այնքան էին դասատուները ասել, որ նույնիսկ արդեն երեխաներն էին նույն բանը կրկնում, ասում էին՝ «Վայ, այս տարի տակ չես նկարվել, մի հատ գնա նկարվի»։ Գուցե հիմա մտածեք, որ դե լավ, հա, ինչ են ասել, որ կարևորը դեռ շարունակում ես նկարել ու նկարվել, բայց դա ինձ վրա այնքան մեծ հետք է թողել։ Նույնիսկ երբ ես փողոցում ուզում եմ հասարակ սթորի անել, ես դա անում եմ ինքս ինձ հաղթահարելով։ Իսկ դուք կարևոր չի ինչ տարիքում եք հիմա։ Կարևորը որ շարունակեք անել այն, ինչ սիրում եք եւ երբեք չլսեք ոչ ոքի անգամ, եթե նրանք ուզեն ձեզ կոտրել կամ էլ անեն դա ուղղակի չմտածելով։ Անգիտակցաբար։ Երևի։ Դերասանուհի և բլոգեր Լիանա Վանոյանը ևս շարունակում է ակտիվ կերպով վարել իր Instagram-յան էջը։ Նա նոր տեսանյութերով է կիսվել, որոնք ինչպես միշտ բավականին հումորային ու զվարճալի են ստացվել։ Դերասանուհու հրապարակումներն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Կուզեի բաժանվեի, ահա որ կոտրված ելնեի, չուզենայի անձնականի մասին լսեի։ Սենց ցրվելու համար հելնեի գնայի կոբուլետի հետ ափի մեծ քարերը վերցնեի, այսպես տշեծոբը։ Մի հատ սենց դրբով տղա մոտենար, նստեր ափին, սենց աչքի տակով նայեր, ասեր «Девушка, вы русская?» Պատտվե ասեր «Не, արմянка»։ Ասեր «Վայ, ես էլ եմ հայ»։ Զգայի, որ ինքն էլ է նեղված, իմանայի, որ ինքն էլ է բաժանված բան։ Սենց խոսայինք, շփվեինք, արդեն դենք, բա կարող է գա գնանք միասին խինկալի ուտենք, սենց գնայինք, բա ուզում եք գծեք, սենց սոկը խմեք։ Էդ որ ասեր իմ մեջ ասեի լուս, ոնց որ կարասել ուժեղ չլնես, հուսալի ուսես գտել։ Խնկալին ուտեինք ես գայի տունը, պարկեի ու ասեի ծով է, ինչ բան ա, մեկ սերը տանում ա, մեկ բերում ա։ Ախ արշակ, այդպիսի կոբուլետային սեր եմ ուզում, տանչում, հագակում։ Ողջույն շատ ել հետևորդներ, հույս ունեմ լավ եք, մի քիչ դարձել եմ նոր տարվա լիմոնադ, բայց դրա պատճառը իմ գրաֆիկն է, նկարահանումները, այս նոր նախագծերը, որոնք շուտով նաև ձեզ համար կլուսաբանեմ ու կպատմեմ։ Այսօր փորձեմ մի վիդեո նկարել, մեկ վիդեո, անկեղծ եմ ասում, ինձ թմաճնշում ես ընկած է, դրա համար եմ ես սենց օթերով, շատ կարոտում եմ ձեզ հետ այսպես շփման սթորիներին, բայց նաև հասկանում եմ, որ հիմա իսկապես անկեղծ այդ սթորիների հնարավորությունը չունեմ, որովհետև կամ շատ հոգնած եմ լինում, կամ այնքան հոգնած եմ լինում, որ ասելիք չեմ ունենում։ Բոլորիդ գրկում եմ, պատճում եմ, խնդրում եմ ակտիվ եղեք, ներողություն եմ խնդրում, եթե սպասում եք ինձանից կոնտենտի ու դա չկա, բայց բնականաբար մոտորերս գրաֆիկը ավելի հանգիստ կլինի, անելիքներս կանեմ ու կվերադառնանք մեր սովորական կյանքի ռիթմին։
Արդեն տարիներ շարունակ երգչուհի Լենա Ղազարյանը բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հենց այնտեղ ծնվեցին նրա երկու բալիկները։ Իսկ երեկ Լենա Ղազարյանի ամուսինը նշում էր ծննդյան տարեդարձը։ Երգչուհին հրապարակել է դստեր մասնակցությամբ տեսանյութ ու ցույց տվել, թե ինչպես է նա շնորհավորում հայրիկին։ Ելի հայր, այսօր քո ծնունդն է։ Ես քեզ շնորհավորում եմ։ Միշտ լինես երջանի, առողջ ու հարդուր։ Ես քուրիկը շատ եմ քեզ։ Ես ուզում եմ քո համար երգեմ։ Happy birthday, happy birthday, happy birthday to you. Դերասան Վաչե Երիցյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութով է կիսվել, որում նա իր ուժերն է փորձում դաշնամուր նվագելու հարցում։ Star News-ը առանձնացրել է այդ տեսանյութը և ձեզ առաջարկում է լսել դերասանին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդամենն ամիսներ անց լույս աշխարհ կգա երգչուհի Սոնա Ռուբենյանի երկրորդ երեխան։ Այդ մասին Սոնան հայտնել էր ինստագրամյան իր էջում, իսկ այժմ նա Մարիի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել։ Պատրաստ է էլ երեխեն։ Հələ չես կարա, մեկը չես։ Աթոռի վրա կարա նստի։ Ախպերս։ Դե կանգնի, որ երգես։ Որն ես երգելու։